Իմ անունն Արմեն է։ Այս պատմությունը տեղի է ունեցել, երբ ես դեռ դեռահաս էի, ապրելով մեր փոքրիկ, բայց տաքուկ տանը Երևանի ծայրամասում։ Մեր տունը լի էր մայրիկիս, Աննայի բարի ժպիտով և հայրիկիս, Կարենի հանգիստ վստահ ձայնով։ Նրանք միշտ ինձ սովորեցրել են ազնիվ ու բաց լինել, բացի մի բանից։ Դա ծնողներիս ննջասենյակն էր։ Դռան վրա կախված չէր ոչ մի ցուցանակ, բայց կար չգրված օրենք՝ չմտնել առանց թույլտվության։ Եվ այդ սենյակի ներսում, պահարանի վերին դարակում, դրված էր մի փոքրիկ, սև փայտյա արկղ։ Այն միշտ փակ էր, միշտ մաքուր, բայց միշտ անշարժ, կարծես թաքցնում էր ժամանակի մի կտոր։ Երբեք չէի տեսել, որ ծնողներս դիպչեն դրան, բայց երբեմն, երբ մայրս մաքրություն էր անում, նրա հայացքը միշտ կանգ էր առնում արկղի վրա և նրա բարի աչքերում մի ակնթարթական տխրություն էր երևում։ Երբեք չէի հարցնում, որովհետև նրանց արձագանքը հստակ էր. «Արմեն, դա մեծերի գործ է, մի մոտեցիր»։ Այդ խորհրդավոր արգելքն իհարկե ավելի էր մեծացնում իմ հետաքրքրությունը։ Մի անգամ ես արդեն 15 տարեկան էի։ Մեր քաղաքում պապիս ծնունդն էր, և ծնողներս վաղ առավոտյան մեկնեցին մյուս քաղաք, մնալու մինչև ուշ երեկո։ Ես մնացի մենակ։ Տունը լուռ էր, և այդ լռությունը ճնշող էր։ Ես հիշեցի սև արկղը։ Իմ ներսում պայքարում էին երկու զգացմունք՝ հնազանդությունը և հետաքրքրությունը։ Հետաքրքրությունը հաղթեց։ Ես զգուշորեն մտա ծնողներիս սենյակ։ Օդում կարծես հոտ կար, հին թղթի, չորացած ծաղիկների և ինչ-որ անորոշ, հուզիչ բանի հոտ։ Ես բարձրացա աթոռի վրա, ձեռքս մեկնեցի դեպի պահարանի վերին դարակը և իջեցրի արկղը։ Այն ավելի ծանր էր, քան թվում էր։ Արկղը կողպված չէր։ Ես դողացող ձեռքերով բարձրացրեցի կափարիչը։ Սպասում էի, որ կտեսնեմ հին ոսկյա զարդեր, գաղտնի փողեր կամ հին նամակներ, բայց այն, ինչ տեսա, ինձ ստիպեց փշաքաղվել։ Արկղի մեջ կար 3 բան. 1. Մի մանկական գունատ կապույտ կոշիկ, շատ փոքր, մաշված, բայց խնամքով փաթաթված մի կտոր մետաքսի մեջ։ 2. Մի չորացած, թեթևակի գունաթափված վարդ, որի ծաղկաթերթիկները պատրաստ էին փոշիանալու, և ամենակարևորը՝ մի հին լուսանկար։ Ես ձեռքս մեկնեցի լուսանկարի հետևից։ Դա իմ ծնողների նկարն էր, երիտասարդ, ժպտացող, բայց նրանց միջև կանգնած էր մի փոքրիկ աղջիկ։ Նա ուներ մայրիկիս աչքերը և հայրիկիս քիթը։ Նա երևում էր մոտավորապես իմ այն տարիքում, երբ ես հենց նոր էի սովորում քայլել։ Իմ սիրտը սկսեց արագ բաբախել։ Ես ընտանիքի միակ զավակն էի, այդպես էի միշտ մտածել։ Ո՞վ էր այս աղջիկը։ Ինչու նրան թաքցնում էին ինձնից։ Ես շրջեցի նկարը։ Ետևի կողմում գրված էր միայն մեկ բառ՝ Մարիամ։ Ես շփոթված էի։ Զգում էի, որ դավաճանել եմ ծնողներիս վստահությունը, բայց հիմա այլևս վերադարձ չկար։ Այս գաղտնիքը չափազանց մեծ էր։ Ես զգուշորեն ամեն ինչ դրեցի արկղի մեջ, արկղը դրեցի իր տեղը և փակեցի սենյակի դուռը։ Երբ ծնողներս ուշ երեկոյան վերադարձան, նրանք հոգնած էին, բայց ուրախ։ Նրանք պատմում էին տոնակատարության մասին, բայց ես անընդհատ մտածում էի Մարիամի մասին։ 2 օր անց ես որոշեցի հարցնել։ Մենք նստած էինք ճաշասեղանի շուրջ, և ես հնչեցրի այն հարցը, որից ամենաշատն էի վախենում։ Մայրիկ, հայրիկ, ո՞վ է Մարիամը։ Մի ակնթարթում սենյակում տիրեց այնպիսի լռություն, որը հիշեցնում էր մահվան։ Հայրիկս դանդաղ դրեց պատարագ։ Մայրիկիս աչքերը լցվեցին արցունքներով։ Ես հասկացա, որ հարցրել եմ ճիշտ տեղում։ Հայրս, Կարենը, խորը շունչ քաշեց և սկսեց խոսել, ձայնը դժվարությամբ պահելով։ Արմեն ջան, նստիր։ Դու արդեն մեծ ես, և դու պետք է իմանաս մեր ընտանիքի ամենամեծ ցավի մասին։ Նա պատմեց, որ Մարիամը իմ ավագ քույրն էր։ Նա ծնվել էր իրենց ամուսնության առաջին տարում։ Նա մի արևոտ, ուրախ երեխա էր, որը լցնում էր իրենց կյանքը իմաստով։ Կոշիկը նրա առաջին կոշիկն էր։ Վարդը հայրիկիս նվերը մայրիկին Մարիամի ծնվելու օրը։ Բայց երբ Մարիամն ընդամենը 3 տարեկան էր, նա մահացավ։ Մահացավ շատ կարճատև, հանկարծակի հիվանդությունից, որին ժամանակին չկարողացան հաղթահարել։ Մենք քեզնից թաքցնում էինք ոչ թե Մարիամին,
ասաց մայրիկս արցունքներով, այլ ցավը, որը նրա կորուստը բերեց։ Մենք վախենում էինք, որ եթե դու իմանաս նրա մասին, կսկսես անընդհատ մտածել մահվան մասին, կվախենաս կյանքից։ Դու մեր փրկությունն էիր, Արմեն։ Մարիամի մահից հետո մենք կարծես քարացել էինք, և դու եկար որպես նոր կյանք, նոր լույս։ Մենք չէինք ուզում, որ նրա կարճատև կյանքի ստվերը քեզ վրա ծանրանա։ Հայրիկս շարունակեց. այդ սև արկղը մեր հիշողության դամբարանն է։ Այնտեղ է Մարիամը մնացել մեզ համար, փոքրիկ, անմեղ։ Մենք երբեք չենք մոռացել նրան, բայց սովորել ենք ապրել նրա բացակայության հետ։ Դու չպետք է անհանգստանաս, դու մեր որդին ես, և մեր սերը քո հանդեպ անսահման է։ Ես հասկացա, իմ ամբողջ կյանքի գաղտնիքը ֆանտաստիկ պատմություն չէր, այլ մի ահռելի, ծանր, ծնողական սիրո և ցավի պատմություն։ Նրանք ինձ պաշտպանում էին ոչ թե ինչ-որ գանձերից, այլ այն ցավից, որը գրեթե կործանել էր իրենց։ Այդ օրվանից մեր տանը ավելացավ ևս մեկ անուն՝ Մարիամ։ Մենք երբեմն հիշում էինք նրան, առանց տխրության, այլ միայն ջերմությամբ։ Ես այլևս չէի վախենում սև արկղից։ Ես գիտեի, որ այնտեղ իմ ավագ քույրն է, որը դարձավ իմ անտեսաների պահապանը։ Սև արկղը դադարեց լինել գաղտնիք և դարձավ մեր ընտանեկան հիշողության մի մասը։ Եվ ես, Արմենս, ի վերջո հասկացա, որ ամենամեծ գաղտնիքը հաճախ թաքնված է ամենամեծ սիրո մեջ։ Այս պատմությունը ձեզ հուզեց։ Ինչպես կվարվեիք դուք, եթե հայտնաբերեիք նման գաղտնիք ձեր ընտանիքում։